շևելու եք, թույլ չեմ տալու։ Սիրելի հայրենակիցներ, այս ամբիոնից քիչ առաջ Ռուբեն Ռուբինյանը հերթական անգամ կեղծեց հայ ժողովրդի վերջին 35-40 տարվա պատմությունը աղավաղեց, հայտարարելով, որ Հրայր Մարուխյանը Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ 3 կուսակցություններով համատեղ հայտարարություն արել ընդդեմ անկախության։ Եթե ցույց տա Ռուբեն Ռուբինյանը այդ համատեղ հայտարարությունը, ես այս ամբիոնից պատրաստ եմ փոխել իմ անունը։ Շտում է պարոն Ռուբինյանը, 1988 թվական հոկտեմբեր ամիս, ես իրականում այդ ժամանակ խորհրդային բանակում էի ծառայում, բայց մոտիկից շատ հետևում էի։ Հոկտեմբեր ամիս Հայաստանում գործադուլներ, ցույցեր եւ այլն, եւ հայ ավանդական 3 կուսակցությունները համատեղ հայտարարություն են անում։ Առաջին կետ կոչ են անում խորհրդային Հայաստանի իշխանություններին տեր կանգնել Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքը եւ այդ հարցը դարձնել առաջնային։ Կոչ են անում Հայաստանի եւ Արցախի մեր հայրենակիցներին ծայրահեղական քայլերի չդիմել, գործադուլներ, դասադուլներ եւ այլն երկրի բնականon ընթացք չխախտելու համար։ Այսքանը չկար անկախություն, չկար ինքնորոշման իրավունք Հայաստանի Հանրապետության։ Դրանից մի քանի ամիս առաջ նույն Հայաստանի այդ ժամանակվա ազգային շարժումը, որը ղեկավարում էր Արցախյան շարժումը, 88 թվականի մայիսի 28-ին եռագույնով բեմ մի տակ չկանգներ, չկար 88 թվականին անկախության շարժումը, որ այստեղից էլ չարաշահելով շատերի ինստիտուցիոնալ հիշողությունը փորձեն խաբել, մոլորեցնել հայ ժողովրդին, թե 88 թվականին հայ ավանդական 3 կուսակցությունները, այդ թվում հայ հեղափոխական դաշնակցությունը դեմ են արտահայտվել Հայաստանի անկախության շարժմանը։ Իրականում անկախական շարժման մասին ժամերով կարելի է պատմել, թե ոնց էր այդ ժամանակ ազատության հրապարակը նաև երկփեղված անկախականների մի խումբ եւ ոչ անկախականների այդ ժամանակվա այսպես ազգային առաջնորդություն։ Այսքանը, շնորհակալություն։ Տեսնում եք, չի գնահատվում, բայց խնդրում եմ մնացեք, որովհետև դուք կոչ արեցիք ինձ ապացուցել, ես կապացուցեմ, պարոն Մանուկյան, հեսա հաջորդին, դե կտեսնենք, պարոն Հակոբյան համեցեք, Վաղարշակ Հակոբյան։ Պարոն Մանուկյան, 004 շրջաբերականը վկա, ես հասկանում եմ, որ ամեն անգամ այս թեմայի շուրջ խոսելիս մենք առերեսում ենք ձեզ մի իրականության, որը կոչվում է դեմ լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, Հայաստանի Հանրապետության անկախությանը, Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա եւ կաշառակերության վերացմանը, Հայաստանի Հանրապետությունում ընտրելու եւ ընտրվելու իրավունքի վերականգնմանը։ Ես ընդհանրապես զարմացած եմ, որ կարա օրակարգ լինի, ընդհանրապես օրակարգ լինի, որ որևէ մեկը լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի իր կենսական շահերը համարելով Հայաստանի Հանրապետության տարածքը կարող է դեմ լինել որևէ կերպով, որևէ ձևաչափով, որևէ երկրի այդ սահմանի բացմանը։ Այս թեմային կարան դեմ լինեն տարբեր ուժային կենտրոններ, աշխարհաքաղաքական կենտրոններ, ում որ ձեռք չի տալիս Հայաստանի այլընտրանքային ճանապարհների բացումը, ապաշրջափակումը, ում որ ձեռք չի տալի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը, ում որ ձեռք չի տալի Հայաստանի Հանրապետությունում անկախության ամրապնդումը, բայց որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորը կամ պաշտոնյան, կամ այստեղ ընդհանրապես ապրող մարդը կարա դեմ լինի սահմանի բացմանը որևէ ձևաչափով, սա արդեն երևի ֆանտաստիկայի ժանրից է եւ որևէ մեկը, որևէ բանական մարդ սրա բացատրությունը կարող է ընդհանրապես տալ ավարտեք եւ թեմայից շեղվել եք, բայց թեմայից շեղվել եք։ Պարոն Ռուբինյան, ես ձեր նման դաշնակցության գիտակ չեմ եւ շատ իզուր եւ դրա համար պետքա խնդրեմ անպայման անդրադառնաք պարոն Մանուկյան։ Ես կանրադառնամ հիմա բայց ավարտում եմ, շնորհակալություն։ Լավ, շատ լավ, շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալություն, ես ելույթ կունենամ։
Մի գնացեք։ Պարոն Մանուկյան, Աստված վկա ես չէի ուզում, որովհետև ես համարում եմ, որ Գեղամանունը շատ գեղեցիկ անուն է եւ ձեզ շատ է սազում, բայց տեսեք։ Աղբյուր, ինչ եմ կարդում ես, ես հիմա կարդում եմ Անիարտ AM-ից, Անի հետազոտական կենտրոն, որը վարում է հայտնի լրագրող, Թաթուլ Հակոբյանը։ Վստահաբար ինքն էլ աղբյուրները նշած կլինի։ Հիմա կարդում եմ 1988 թվականի աշնանը ՀՀԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը ասել է հետևյալը. մեջբերում եմ. ՀՀԴ-ն անկախությունը համարում է իր գլխավոր նպատակը, սակայն կարծում ենք, հիշեցնում եմ 88-ի աշունը գիտեք ինչ ժամանակ է, որ ասենք ես ծնված չէի, դեռ պետք է ծնվեի 1.5 տարի հետո, բայց Քոչյան Անդրանիկը, պարոն Նազարյանը, ենթադրում եմ պարոն Սուքիասյանը, մի խոսքով մեծ տարիքի մարդիկ երևի բան էին, պայքարում էին անկախության համար արդեն։ Ասում է, սակայն կարծում ենք, բայց թողեք մեջբերեմ, էլի։ Սակայն կարծում ենք, որ անմիջապես անկախություն պահանջ ներկայացնելու հարմար ժամանակը չէ, երբ մեր ժողովուրդը ռուս ժողովրդի օգնության այդքան կարիքն ունի։ Սա հասկանալու համար պետք է գնալ Ախուրյանի ափը տեսնելու դիմացը կանգնած թուրք զինվորների բանի ավերակները։ Բայց մի վարքան 1988, այսինքն Մարուխյանը միայնակ չէր։ 1988-ի սեպտեմբերի 29-ին հայ ավանդական 3 կուսակցությունները ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ն համատեղ հայտարարությամբ են հայտարարել գալիս, մեջբերում եմ հատված։ Հայաստանի եւ Ղարաբաղի արի ժողովրդին կոչ են անում, որ խուսափեն ծայրահեղական կեցվածներից, օրինակ Քոչյան Անդրանիկը, երբ որ հանրահավաքի էր մասնակցում 88 թվականի սեպտեմբերին, ծայրահեղական կեցվածքի մեջ էր։ Մի վայրկյան, շարունակում եմ, որոնք խանգարում են մեր հայրենիքի հանրային կարգի կարգուկանոնը, նկատի ունեն, որ Քոչյան Անդրանիկը ԽՍՀՄ-ի մի Պարոն Մանուկյան, ես չէի ընդհատում։ Նկատի ունեն, որ Քոչյան Անդրանիկը խաթարում էր մեր հայրենիք ԽՍՀՄ-ի կարգուկանոնը, էլի։ Ծանր կորուստների են ենթարկում մեր երկրի տնտեսական, արդյունաբերական, կրթական, մշակութային կյանքը, էլի։ ԽՍՀՄ-ի մշակութային կյանքի դեմ էր հանդես գալիս Քոչյան Անդրանիկը, Գեղամ Նազարյանն էլ հետը։ Եվ մնացածը վնասում են ժողովրդի վարկը, իհարկե, հայ ժողովրդի վարկը վնասում էր պարոն Նազարյանը Մոսկվայի կոմունիստական կուսակցության գրասենյակի առաջ։ Ինչպես նաև բնականոն հարաբերությունները լինեն խորհրդային բարձրագույն իշխանությունների, թե խորհրդային մյուս հանրապետությունների հետ եւ ծառայում են մեր ժողովրդի թշնամիների հետի նպատակներին։ Այսինքն Քոչյան Անդրանիկն ու Գեղամ Նազարյանը հասկանում եք, չէ՞, խորհրդային բարձրագույն իշխանությունների հետ մեր բնականոն հարաբերություններն էին վնասում ու խորհրդային մյուս հանրապետությունների հետ, ենթադրում եմ նկատի ունեին նաև խորհրդային Ադրբեջանը, հարաբերությունները վնասում էին։ Այս սրա համար, պարոն Մանուկյան, այս է եղել ձեր կողմը, մի վայրկյան, այս է եղել ձեր կողմը լալով դեմը լալը, որ ասում է, մենք կողմ ենք անկախությանը, բայց կոչ ենք անում ժողովրդին հանկարծ խաղաղության համար չպայքարել։ Բայց պարոն Մանուկյան, ես չեմ պնդում, որ դուք փոխեք ձեր անունը։ Ես կարծում եմ ձեր անունը շատ գեղեցիկ անուն է եւ սազում է ձեզ։ Շնորհակալություն։ Խմբակցության անունից ելույթ կունենա Քրիստինե Վարդանյանը։ Համեցեք։ Չէ, ինձ ընդհատում էին, եթե ձեզ էլ ընդհատեն, ես ժամանակ կավելացնեմ։ Ելույթ ունեցեք, խնդրեմ։ Նախ կարծում եմ 2 րոպեանոց ելույթը գուցե չերիքի, խնդրում եմ, որ նախագահությունը ապահովի այնքան ժամանակ, ինչքան իր համար։ Հայտարարությունը պիտի կարդամ, այս թեման ավարտենք, էլի։ Պատմական փաստ է, Ռուբեն Ռուբինյանը կարդաց այն հայտարարության վերջը, որտեղ տենց էլ դեմ ենք անկախությանը ձևակերպում մենք չհանդիպեցինք, դրա համար ձեր սրտերը հերքելուց ավելի հեշտ բան չկա, ես կարդամ այդ հայտարարության սկիզբը։ 1988 թվական, երբ որ ցույցեր էին տեղի ունենում, որն էր Դաշնակցության պահանջը։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայության տագնապը ծանրակշիռ տարողություն ստացած է եւ դարձած է տագնապը ողջ հայության, իմայր Հայաստան եւ իսփյուռս աշխարհի։ Հայ ազգային քաղաքական 3 կուսակցություններս սկզբեն ի վեր սերտ հետևողականությամբ մեր ամենօրյա մտահոգությունների առարկա արած ենք այս տագնապը եւ միասնական կեցվածքով մեկեն ավելի անգամներ համասփյուրքյան չափորոշներով արտահայտած մեր ամբողջական եւ անվերապահ զորակցությունը Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդին եւ անոր արդար դատին։
Հայաստանին, որուն վերջնական լուծումը կտեսնենք Լեռնային Ղարաբաղի միացումը Խորհրդային Հայաստանին։ ՔՊ-ն երեք կուսակցությունների դիրքորոշումը, որը ասում էր Ղարաբաղը պիտի միացվի Հայաստանին, ներկայացնում է որպես Հայաստանի անկախությանը դեմ դիրքորոշում։ 88 թվին դուք պատկերացնում եք, ես 10 րոպեանոց ելույթներին էլ կանադառնամ, բայց որ այս ստերը մեկընդ միշտ բան անենք։ Ես հիմա ներկայացնում եմ 3 նկար Դաշնակցության պաշտոնաթերթից 1991 թվական սեպտեմբերի 20։ Այո անկախությանը։ Այո անկախությանը, պաշտոնական պաստառը 1991 թվականի քարոզչական բանի եւ ներկայացնում եմ Հրայր Մարուխյանի հոդվածը ուսանողական երիտասարդական միությունների պաշտոնական հայտարարությունները չեմ ներկայացնում։ Հրայր Մարուխյանի հոդվածը Երկիր օրաթերթի, որը պաշտոնաթերթն է, 20 սեպտեմբեր 1991 թվական, բեռնագրված այո անկախությանը։ Ու ինչ է ասում Մարուխյանը 10 րոպեանոց ելույթներին կանադառնամ։ Ձեզ ոչ ոք չէր ընդհատում, ի տարբերություն իմ ելույթի, երբ որ ինձ ընդհատում էին, ավարտվեց ձեր ժամանակը։ Մնացածը Հրայր Մարուխյանի ելույթը այո անկախությանը սեպտեմբերի 20-ին 1991-ի կկարդամ 10 րոպեանոց ելույթներին։ ՔՊ-ի ստերը հերքելուց հեշտ բան չկա։ Ասում է, այո անկախությունը ասել է 91 թվականի սեպտեմբերի 21-ին, հա, հանրաքվեից 20-ին, հա, լավ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը։ Ես զարմանում եմ ոնց եք դուք կարողանում ակնհայտ կարդում եմ, մեջբերում եմ, գաք ասեք տես չի, էլի։ Համեցեք պարոն Կոնջոյան։ Ես հարգելի գործընկերներ, ես մեջբերումների պատերազմը կթողեմ անցյալի վերաբերյալ անցյալում, բայց կվերադառնամ ներկա։ Այդ բանին անկախությանը դեմ կողմ լինելու եւ համատեքստում եկեք ընդամենը հիշենք նախորդ տարվա մի այդ էլի Հայաստանի անկախությանը դեմ մի շռնդալից բան 004 շրջաբերականը ժողովուրդ ջան։ Եկեք ինչ է գնացել ընկել 88 տիվ 91 տիվ 94 տիվ 004 Դաշնակցության 004 շրջաբերականը, որ ասում է, որ մեր շահերի չի բխում, որ Հայաստանը ունենա սահմանազատված սահման։ Ռոբերտ Քոչարյան Դաշնակցության ղեկավար, ոչ պաշտոնական ղեկավար, առաջնորդը, որ ասում է չի բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը կարա դառնա միութենական պետության անդամ։ Վարդանիկը, Դաշնակցության սիրելի Վարդանիկը, Դաշնակցության եւ Ռոբա Սերժական ուրեմն շրջանակների կողմից քաղաքապետ դարձած կոչ է անում եւ հայտարարում է, որ Հայաստանը պետք է դառնա միութենական պետության անդամ։ Բա կներեք, անկախության դեմ լինելը պոզով պոչով է լինում։ Բա անկախությանը դեմ եք։ Ինչ 91 թիվ, ինչ 88 թիվ, հիմա հենց այս վերջին տարիներին ձեր բոլոր գործողությունները անկախության դեմ են եղել, ժողովուրդ ջան։ Կամ ասենք մարդիկ մոռացել են, որ նույն 90-ականներին բան էիք անում դուք պատերազմի ժամանակներում դուրս եք եկել փողոց, բան էիք անում, պահանջում էիք նախագահի հրաժարականը։ Հիմա էլ որ եկել ասում եք հաղթած նախագահներ, բայց հաղթած նախագահի հաղթանակի ժամանակաշրջանում ո՞նց եք դուրս գալիս փողոց պահանջում իշխանության հրաժարականը։ Միշտ էլ եք եղել, ժողովուրդ ջան, այո, կողմը լալով դեմ եք եղել, դեմը լալով կողմ եք եղել, բայց ընդհանուր առմամբ միշտ, գրեթե միշտ դեմ եք եղել Հայաստանի Հանրապետության անկախությանը, որտեղ ես մի քանի անգամ ասել եմ, Դաշնակցության ինքնությունը խարսխված է պետականություն չունենալու փաստի վրա, որպեսզի դուք անվերջանալիորեն ազատագրական պայքարի մեջ լինեք։ Հենց որ ազատագրում եք ունենում եք պետություն, Դաշնակցությունը փլվում, ասում են, բայց մի րոպե, բա հիմա ինչ ենք անելու, պարապենք մնալու։ Հետևաբար պետք է հետ գաք ու պետություն չլինի, որ էլի դուք շարունակեք ազատագրվել, գնաք Սփյուռքից փող հավաքեք, որպեսզի փող բանանեք, տանեք, կամավորական ջոկատներ կազմեք, այդ փողի կեսն էլ դնեք ձեր ջեբը։ Ու հետո էլ Արարատին նայեք ու լացեք, էս է։ Ավարտեք, պարոն Կոնջոյան։ Հարգելի գործընկերներ, եզրափակիչ ելույթներ կա, պարոն Դադունց ավելացնելու բան չունեք։ Շատ լավ։ Տիկին Ղազարյան, Մարինա։ Ոչ։ Պարոն Բակոյան, ավելացնելու բան չունեք։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, թող սա իրոք լինի։ Ավարտվեց քննարկումը։ Վատ չի, բայց մեր գործը նախագծեր քննարկելն է։ Ասեք։ Բայց ախր 10 րոպեից ելույթների ժամանակել դա օրակարգից դուրս կլինի, էլ։ Բայց լավ, դեր տեղափոխենք, հետո կհասկանանք։ Բայց հիմա էլ թույլ չեմ տալու, հարգելի գործընկերներ, շեղվել օրակարգից, ամեն ինչ ասված է, թող մեզ դիտողներն էլ իրանք դատեն, ով էր ճիշտ, ով սխալ։
Հարցի քննարկումն ավարտվեց։ Քննարկում են կառավարության ներկայացած պետական գույքի մասնավորեցման